Բարի եւ օրհնյալ առավոտ սիրելի հարազատներս։ Եկեք սկսենք Հայր մեր աղոթքով։ Հայր մեր, որ երկնքում ես, սուրբ լինի անունը քո արքայությունը թող գա, քո կամքը կատարվի երկրի վրա, ոնց որ երկնքում։ Մեր հանապազորյա հացը տուր մեզ այսօր։ Ների մեր մեղքերը, ինչպես մենք ենք ներում մեր պարտապաններին, ու մի տանիր մեզ փորձության, այլ փրկի մեզ չարից, քանի որ քոնն է արքայությունը, զորությունն ու փառքը հավիտյանս հավիտենից։ Ամեն։ Աղոթում եմ, որ յուրաքանչյուրիս կյանքում լինի այնպես, ինչպես երկնքում է։ Երկնքում կենտրոնը Աստված է, երկնքում Աստծո ներկայությունն է, երկնքում մեր սիրո ու երկրպագության, փառաբանության առարկան Աստված է, թող այդպես լինի մեր կյանքերում, թող Հիսուս Քրիստոսի անվան համար, նրա փառքով, նրա ողորմությամբ Աստված գործի մեր սրտերում, մեր հոգիներում, հեռացնի ամեն խոչընդոտ, որ մեզ հեռու են պահում իրենից, որպեսզի մենք քայլենք, ապրենք այն կանչի մեջ, որ դրված է մեր կյանքերի վրա։ Ամեն։ Հիմա եկեք վերադառնանք Թոմաս Ջոնսոնի կռապաշտություն դարերի մեղքը գրքի ընթերցանության ու մեկնաբանության շարունակությանը։ Նախկին դասերը լսեք։ Այսօր խոսելու ենք, որ մենք ստեղծված ենք Աստծո պատկերով, եւ թե դա ինչ է նշանակում, այս մի քանի օրվա ընթացքում այդ մասին ենք խոսելու։ Աստծո պատկերով ստեղծված։ Որպեսզի գործնական կերպով հասկանանք մարդկային էությունը, մենք պետք է սկսենք սկզբից, երբ Աստված ստեղծեց մարդուն։ Կարևոր է հասկանալ, թե ինչպես են մարդիկ նախագծվել, ինչի համար են մարդիկ նախագծվել Աստծո կողմից, եւ ինչպես են մարդիկ կոնֆիգուրացվել արարչության մեջ իրենց դերի համար։ Հասկանալով այն տարբեր հատկանիշները, որոնք Աստված նախագծել է մարդկանց մեջ, մենք այնուհետև կարող ենք տեսնել, թե ինչպես են այդ հատկանիշները վնասվել, փչացել, ոչնչացվել մասամբ մարդու անկման եւ արարչության անկման ժամանակ եւ դրա հետևանքով, երբ Ադամն ու Եվան ապստամբեցին Աստծո դեմ։ Աստվածաշունչն ասում է, որ Հիսուսը, Աստված, մարդկանց ստեղծել է իր պատկերով։ Պատկեր, image բառը նշանակում է համապատասխան ըստ որոշակի, համապատասխան ըստ հատուկ օրինաչափության կամ համապատասխան ըստ որոշակի մոդելի։ Այն մոդելը, որ Հիսուսը, այն օրինաչափությունը, որ Հիսուսը օգտագործեց մարդկանց նախագծելու համար, հենց ինքն էր Հիսուս Քրիստոսը։ Հետևաբար Հիսուսի ունեցած շատ հատկանիշներ կարելի է տեսնել մարդկանց մեջ։ Զգույշ լինենք, խոսքը արտաքինի մասին չի, որտեղ Հիսուսը այս աշխարհ որ եկավ, մարդու կերպարանք վերցրեց, արտաքինի ֆիզիկականի մասին չի։ Այնուամենայնիվ Հիսուսը սահմանափակեց իր հատկությունները, որ մեզ տվեց, մեր մեջ նա սահմանափակեց, եւ նաեւ այդ հատկանիշները այժմ աղավաղված են մեղքի պատճառով։ Այդ հատկանիշները չեն երևում ֆիզիկական աշխարհի այլ մասերում։ Երբ Հիսուսը արարեց ամեն բան, ներառյալ մարդկանց, նա ասաց, որ դրանք շատ բարի է, շատ լավ է, այսպես է գրված Աստվածաշնչում։
Եթե վստահ չեք կամ կասկածում եք, որ Հիսուսն է ստեղծել մեզ ու արարչությունը արարել, որ Աստված ասաց, որ արարված ամեն բան շատ լավ է, ահա Աստվածաշնչից հատվածներ, որ կխնդրեի դուք անձամբ կարդայիք։ Ծննդոց գլուխ առաջին խոսք։ Ծննդոց գլուխ 1 26-ից 27 խոսքերը։ Հետո ծննդոց գլուխ 1 31 խոսքերը և Կողոսացիներ նամակի առաջին գլխի 16 խոսքը։ Եվ Հովանես ավետարանի առաջին գլխի առաջինից 3-4 խոսքերը նաև։ Ամեն բան սկսվում է Հիսուսով։ Մենք Պողոս առաքյալից հասկանում ենք, որ ամբողջ արարչությունը Հիսուս Քրիստոսի գործն է, և Հիսուսն է, ով պահում է արարչությունը ու մեզ, ապահովում է արարչության ու մեր գոյությունը և հոգ է տանում արարչության ու մեր համար։ Կարդանք Կողոսացիների առաջին գլխի 15-ից 16 խոսքերը։ Քրիստոսը աներևույթ Աստծու պատկերն է, բոլոր արարածներից առաջ ծնված, որտև Քրիստոսով ստեղծվեց ամեն բան, ինչ երկնքում է ու երկրի վրա, այն ինչ երևում է և չի երևում, թե գահերը, թե տերությունները, թե պետությունները, թե իշխանությունները, ամեն ինչ Քրիստոսի միջոցով ու Քրիստոսի համար ստեղծվեց։ Այսինքն պարզ տեսնում ենք, որ ամեն բան, որ տեսնում ենք, թե չենք տեսնում, ստեղծվել է Հիսուս Քրիստոսի միջոցով և Հիսուս Քրիստոսի համար։ Իսկ հիմա թվարկենք այդ շատ լավ, շատ բարի հատկանիշներից մի քանիսը, որ Հիսուսը մարդկանց տվել է, քանի որ իր պատկերով ենք ստեղծված։ Այս ամենը մեզ Հիսուսն է տվել։ Եվ սա բնականաբար ամբողջական ցուցակ չէ, շատ կարճ ցուցակ է։ Մենք ունենք հավիտենական հոգի։ Մենք ունենք սիրելու կարողություն։ Մեզ տրվել է ցանկանալու կարողություն։ Մեզ տրվել է տրամաբանելու ունակություն։ Մեզ տրվել է ինքնագիտակցություն։ Մեզ տրվել է Աստծուն ընկալելու, Աստծուն փնտրելու կարողություն։ Մենք ունենք, մեզ տրվել է ընտրելու կարողություն։ Մեզ տրվել է երկրպագելու կարողություն։ Մեզ տրվել է ազատ կամք։ Մեզ տրվել է բաներ ստեղծելու կարողություն կամ ստեղծված բանը մեկ այլ բան դարձնելու կարողություն։ Օրինակ Հիսուսի այս հատկանիշը մեր մեջ սահմանափակված է։ Հիսուսը կարող է արարել, որովհետև նա կարող է կյանքի կոչել մի բան ոչնչից, ինչպես արարչության սկզբում ոչինչ չկար, և խոսքը ասեց Աստված, թող լույս լինի, և լույս եղավ։ Իսկ մենք ունենք ստեղծելու կարողություն։ Մենք ստեղծում ենք օգտագործելով արդեն արարված որևէ նյութ։ Մենք ոչնչից բան չենք կարող արարել։ Աստված արարում է, իսկ մենք ստեղծում ենք։ Իսկ հիմա եկեք հասկանանք, թե Աստծո պատկերով ստեղծված լինելը ինչեր չի նշանակում։ Աստծո պատկերով ստեղծված լինելը չի նշանակում, որ մարդիկ ստեղծվել են կատարյալ։ Շատ լավ լինելը չի նշանակում կատարյալ լինել։ Մարդիկ ստեղծվել են ամբողջական և անմեղ։ Աստծո պատկերով ստեղծված լինելը չի նշանակում, որ մեր մարմինները ստեղծված են Աստծո պատկերով։ Մենք չենք կարող այդպես ենթադրել, որ Աստված մարմնական ֆիզիկական տեսքով նման է մարդկանց, որտեղ Աստվածաշունչն ասում է Աստված հոգի է։
Երրորդ, Աստծո պատկերով ստեղծված լինելը չի նշանակում, որ մարդիկ իրենք էլ Աստված են։ Ոչ։ Մարդիկ առանձին անհատական էակներ են, որոնք առանձին են Աստծուց, դուրս են Աստծուց և ստեղծված են Աստծո կողմից։ Իսկ որոնք են Հիսուսի կողմից մեզ տրված այս հատկանիշների նպատակը, ինչ նպատակով, ինչի համար Հիսուսը մեր մեջ դրեց իր հատկանիշները։ Երբ մենք նայում ենք հատկանիշների թեկուզ այս կարճ ցանկին, որ ես թվարկեցի, կարող ենք տեսնել, որ Հիսուսը մարդկանց անչափ շատ բան է տվել, անչափ շատ բարիք է տվել արդեն։ Մարդկանց տրվել են բազմաթիվ կարողություններ անելու այն, ինչ այլ ֆիզիկական արարածներ չեն կարող անել։ Ինչու է Աստված մարդկանց տվել այս ունակությունները։ Պատճառներից մեկն այն է, որ մարդիկ կարողանան հարաբերվել Աստծո հետ և լիովին վայելել Աստծո հետ իրենց հարաբերությունները, որտեղ եթե մենք չունենայինք աստվածային այդ կարողությունները, մենք չէինք կարող հարաբերվել Աստծո հետ։ Իսկ քանի որ Աստված մեզ ստեղծել է իր հետ հարաբերվելու համար, տվել է մեզ այդ ունակությունները, որ մենք կարողանանք այդ մակարդակի վրա իր հետ շփվել։ Աստված մարդկանց տվեց կարողություններ, որոնք համարժեք են իր ունեցած կարողություններին, որպեսզի մարդիկ կարողանան ընկերակցություն ունենալ Աստծո հետ և առնչվել Աստծո հետ յուրահատուկ ձևով։ Եվ միայն այս փաստի իմացությունը, այս փաստի հասկանալը, ընդունելը պետք է օգնի մեզ հասկանալու, որ յուրաքանչյուր մարդ, այդ թվում մենք, դու, ես, և այն մարդը, ում դու ատում ես, մեծ արժեք ունենք, որովհետև մենք Աստծո պատկերով ենք ստեղծված։ Բայց Աստված այս կարողությունները տվել է մարդկանց նաև մեկ այլ նշանակալի պատճառով։ Եվ այդ երկրորդ պատճառը այն է, որ մարդիկ մասնակցեն Աստծո արարչության խնամքին, հոգ տանեն այն ամենի համար, որ Հիսուսը արարել է։ Ծննդոց գրքի 1:28-ում կարդում ենք. Աստված օրհնեց մարդկանց և ասաց նրանց. «Աճեցեք, բազմացեք և լցրեք երկիրը ու տիրեցեք դրան, իշխեք ծովի ձկների, երկնքի թռչունների վրա ու երկրի վրա սողացող բոլոր կենդանիների վրա»։ Տիրել, իշխել չի նշանակում ինչ ուզում եք արեք, այլ հոգ տարեք, խնամեք, նշանակում է նաև պատասխանատվություն է դրվել մեզ վրա։ Սաղմոս 8:6-ում ասվում է. «Դու իշխան կարգեցիր նրան քո ձեռքի գործերի վրա, ամեն բան դրեցիր նրա ոտքերի տակ»։ Այսինքն Աստված արարեց, բայց մեզ տվեց այդպիսի մեծ պատիվ, իշխանություն խնամելու, հոգ տանելու, կառավարելու արարչությունը։ Աստված մարդկանց տվել է այս պատասխանատվությունը և ակնկալում է, որ այդ պատասխանատվությունը մարդը կիրականացնի Աստծուն նման խնամքով, արդարությամբ, շնորհով, կարեկցանքով, սիրով, ողորմությամբ, որովհետև Աստված այդ հատկանիշները ևս տվել է մեզ, երբ ստեղծել է մեզ իր պատկերով։ Աստված արարչության ու մեր Տերն է, նա է արարիչը, բայց Աստված տվել է մեզ և զինել է մեզ ամեն կարողությամբ ու հատկանիշներով, որ անհրաժեշտ է Աստծո սիրելի արարչությունը խնամելու և դրա համար հոգ տանելու համար։ Այդ պատասխանատվությունը տարածվում է այն ամենի վրա, ինչ մարդիկ կարող են դիպչել, և կա ծովում, և կա թռչունները, կենդանական աշխարհն էլ է դրա մեջ մտնում։ Սա շատ մեծ պատիվ է,
եւ նաեւ մեծ պատասխանատվություն է։ Հիմա հասկացանք երկու նպատակները, ինչու են մեզ այդ հատկանիշները տրվել։ Նախ Աստծո հետ յուրահատուկ ձևով ընկերակցելու, երկրորդը արարչությունը խնամելու համար։ Իսկ հիմա եկեք հասկանանք, ինչու է Աստված ասում իմ պատկերով, իմ նմանությամբ բան չստեղծեք։ Ինչու է այդ արգելքը դրված մարդու վրա։ Աստված մարդկանց ասաց, որ չփորձեն իր նմանությամբ պատկերներ, իրեր ստեղծել։ Ելից գրքի 20-րդ գլխի 4-ում Աստված ասում է. «Քեզ համար կուրկ չշինես, ոչ վերևում երկնքում, ոչ ներքևում երկրի վրա, կամ երկրի տակ ջրերի մեջ եղած բաների նմանությամբ»։ Եվ հետաքրքիր է, որ Աստված արդեն այս բաները անվանում է կուրկ, որտեղ Աստված շատ լավ գիտի, երբ որ մենք նման բաներ արարենք, մեր փառաբանության կենտրոնը իրենից կփոխվի այդ իրերի վրա։ Ինչու՞։ Երկու պատճառով է Աստված սա ասում։ Մեկը այն է, որ Հիսուսը անտեսանելի Աստծո պատկերն է, ինչպես կարդացին Կողոսացիների առաջին գրքի 15-ից 16-ում, առաջին գլխի։ Հիսուսը անտեսանելի Աստծո պատկերն է, ինչպես Պողոսն է ասում Կողոսացի նամակում։ Մենք պարզապես չենք կարող բարելավել այդ պատկերը։ Մեկ այլ պատճառն էլ այն է, որ Աստված արդեն ստեղծել է իր պատկերով, երբ մեզ է ստեղծել։ Միլիորդավոր Աստծո պատկերով ստեղծված մարդիկ կան։ Մենք Աստծո պատկերը կրողներն ենք։ Մենք միակ պատկերն ենք, որ Աստված ցանկանում է ստեղծված տեսնել իր պատկերով։ Միայն Աստված ունի այդ ունակությունը ստեղծելու ճշգրտորեն իր պատկերով։ Եվ նա արդեն դա արել է, որտեղ միայն Աստված գիտի իր էությունը խորությամբ։ Մեզ պետք չեն Աստծո այլ պատկերներ, ահա թե ինչու Աստված թույլ չի տալիս։ Հիսուսը այս աշխարհ գալով անձամբ մեզ ցույց տվեց, թե ինչպիսին է Աստված։ Ոչ թե Աստծո տեսքը արտաքին, ոչ, այլ Աստծո էությունը, Աստծո հատկանիշները, Աստծո բնույթը։ Հիսուսի միջոցով մենք հասկացանք Աստծո շնորհի, արդարության, ողորմության, սրբության, սիրո մասին։ Չնայած էլի դեռ ողջ խորությամբ չենք հասկանում, որտեղ երբ որ կարդում ես Հայտնության գիրքը, այնտեղ մի պահ կա, որ նկարագրվում է, որ հրեշտակները ամեն պահ Աստծո մասին ասում են սուրբ է, սուրբ է, սուրբ է, եւ ասում են զարմանքով, որտեղ ամեն պահ նորովի հայտնաբերվում է Աստծո մի նոր բնավորության, էության գիծ, կամ խորությունը նրա սիրո, կամ սրբության խորությունը, ամբողջ հավիտենականությունը ընթացքում, անverջ այս ընթացքում մենք դա դեռ հայտնաբերելու ենք։ Ու երբ որ մենք փորձում ենք Աստծո պատկերով մի բան ստեղծել, չիմանալով Աստծո այս ամբողջ խորությունը, մենք խեղաթյուրում ենք այդ ամենը։ Բայց որ Հիսուսը ինքը Աստծուց է Աստված, դրա համար նա ճշգրտորեն մեզ կարող էր ներկայացնել Աստծո ողջ էությունը։ Մարդու ձեռքով ստեղծված Աստծո պատկերը միշտ խեղաթյուրված է, քանզի մարդը կատարյալ կերպով չի ճանաչում Աստծուն եւ կատարյալ ըմբռնողություն չունի Աստծո մասին։ Դա սխալ պատկեր կլինի։ Մեզ դուր չի գալիս, չէ՞, անձամբ մեզ, երբ որ գնում են մեր մասին, մեզ ներկայացնում են մեկին իրենց հասկացածով եւ դա մեզ ճիշտ ձևով չի ներկայացնում։ Մեզ դա դուր չի գալիս։ Ապա ինչի ենք մտածում, որ Արարիչ Աստծուն, անսահմանափակ Աստծուն մենք փորձում ենք ինչ-որ էսենց կերպարներով փորձել ներկայացնել։ Հիսուսը անտեսանելի Աստծո կատարյալ պատկերն է։
Իսկ մենք ստեղծվածներս, մարդիկս Հիսուսի պատկերներն ենք։ Տարբերությունն այն է, որ Հիսուսը Աստծո կատարյալ պատկերն է, մինչդեռ մենք Հիսուսի անկատար պատկերներն ենք։ Աստված ցանկանում է, որ մենք նմանվենք Հիսուս Քրիստոսի, որովհետև անկման պատճառով, մեղքի պատճառով, մենք շեղվել ենք օրիգինալ դիզայնից, Հիսուսի կերպարից։ Նա է օրիգինալ դիզայնը, նա է կատարյալը։ Հռոմեացիներ 8-րդ գլխի 29 խոսքում Պողոս առաքյալն ասում է, որովհետև նրանց, ում սկզբում ճանաչեց, նախասահմանեց կերպարանակից լինել իր որդու պատկերին։ Աստված ի սկզբանե ամեն մեկից ճանաչել է, որովհետև նա է մեզ նախագծել, նրա ցանկությամբ ենք մենք ստեղծվել, նա է մեզ ստեղծել, և նա նախասահմանել է, որ մենք իր որդու պատկերին կերպարանակից լինենք, այսինքն իր որդու նմանվենք։ Թող սա մեծ ճեղքում բերի մեր կյանքում։ Այս հասկացողությունը, որ մենք հսկայական մեծ արժեք ունենք Աստծո սրտում, Աստծո աչքում։ Վաղը կշարունակենք, թե ինչպես են կառուցված մարդիկ կամ ինչից են մարդիկ բաղկացած։ Աստված օրհնի յուրաքանչյուրիս։ Տարածեք, խնդրում եմ, թող մարդիկ հասկանան, որ իրենք սիրված են, որ իրենք նպատակի համար են ստեղծված, որ այս կյանքը աննպատակ չի, թող մարդիկ անհույս չապրեն, թող մարդիկ չապրեն մենակ այս կարճ կյանքի համար, այլ իմանան, որ իրենք ստեղծված են հավիտենականության համար, որ հավիտենականություն մտնեն ոչ թե դժոխքի դռնով կործանվելու համար, այլ Հիսուս Քրիստոս փրկության դռնով, Աստծո հետ ողջ հավիտենականությունը ապրելու համար, որ շարունակենք ճանաչել մեր Աստծուն և ինքներս մեզ։ Ամեն։